Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագն ուղղակի ապշեցուցիչ էր իր լարվածությամբ և այն ճակատագրական սխալներով, որոնք մեկընդմիշտ փոխեցին մեր հերոսների կյանքի ընթացքը։ Այսօր մենք ականատես եղանք և ստի մերկացմանը, և վերջին հույսի կործանմանը, և այն դաժան ճշմարտության բացահայտմանը, որից բոլորն այդքան վախենում էին։ Սկսենք Սարգսյանների ճակատից։ Դավիթը վերջապես իմանալով, որ Հունանի փեսա Ավոն իրականում իրենց հարազատ հորեղբայրն է, որոշում է դեմ առ դեմ հանդիպել նրան ու գնում է նրա աշխատանքի վայր։ Ավոն հավատարիմ իր խորամանկ ու կեղծավոր տեսակին փորձում է շատ ջերմ ընդունել եղբորորդուն, անմիջապես մտնելով բարի հորեղբոր դերի մեջ։ Բայց Դավիթն այն միամիտ տղան չէ, ում կարելի է խաբել էժանագին կապիկություններով։ Նա սառնասրտորեն, հստակ և կոնկրետ հարցեր է ուղղում Ավոյին անցյալի վերաբերյալ։ Տեսնելով, որ հորեղբայրը խուսափում է պատասխաններից և շարունակում մանիպուլյացիաները, Դավիթը հիասթափված թողնում ու հեռանում է։ Վերադառնալով տուն, նա պապիկին ու Լեոյին պատմում է իր այցի մասին։ Լեոյի համար այս լուրն իսկական շոկ էր։ Գիտակցել, որ իրենց ոխերին թշնամի Հունանի ընտանիքի անդամն իրենց հարազատ արյունն է, պարզապես անտանելի էր։ Բայց այս ընթացքում Լեոյի գլխում հասունանում է մի շատ ավելի վտանգավոր ու ծայրահեղ պլան։ Հասկանալով, որ Հունանի ստվերի տակ իրենք երբեք հանգիստ չեն լինելու, Լեոն հանդիպում է Լեային և առաջարկում միակ փրկությունը՝ հավաքել իրերն ու միասին փախչել երկրից։ Նրա նպատակն է ժամանակ շահել և հեռու լինել բոլորից այնքան, մինչև Հունանը ստիպված կհամակերպվի իրենց միության հետ։ Խեղճ Լեան դժվարությամբ, բայց տալիս է իր համաձայնությունը։ Ի դեպ, նշենք, որ այս խելահեղ մտքին խստորեն դեմ էր Դավիթը։ Նա, լինելով ավելի ռեալիստ, զգուշացնում է եղբորը, որ ուր էլ փախչեն, Հունանի երկար ձեռքերը գտնելու են նրանց և դրա հետևանքները լինելու են անդառնալի։ Բայց Լեոն կուրացած էր սիրուց։ Եվ ահա այստեղ տեղի է ունենում Լեայի կյանքի ամենամեծ և ճակատագրական սխալը։ Գնալով տուն իրերը հավաքելու, նա շենքի բակում բախվում է Հունանի հավատարիմ ստվերին՝ Արամին, ով հետևում էր նրան ամեն քայլափոխի։ Շփոթված Լեան պատահաբար բերանից թռցնում է, որ բարձրանում է տուն իրերը հավաքելու։ Ընդամենը մի քանի վայրկյան անց, դեռ Լեան տուն չհասած, Արամն արդեն զանգահարում և զեկուցում է Հունանին այս տարօրինակ փաստի մասին։ Թեև Արամը չգիտեր փախուստի պլանի մասին, բայց Հունանի սուր միտքն անմիջապես վերծանում է իրավիճակը։ Նա հասկանում է, որ դուստրը պատրաստվում է փախչել Լեոյի հետ և խոստանում է ամեն գնով կանխել դա։ Սերիայի ավարտն ուղղակի սառեցնում է արյունը։ Լեան ու Լեոն մեքենայով շտապում են դեպի օդանավակայան, դեպի ազատություն։ Բայց ճանապարհի կեսին մի մեքենա կոպտորեն կտրում է նրանց ճանապարհը։ Իրականացվում է կինոյին հարիր առևանգում։ Լեային բռնի ուժով նստեցնում են մեքենան և տանում։ Հունանը հասկանում է, որ եկել է պահը։ Նա կատարում է Իննայի պահանջն ու վերջապես բացում է արյունոտ անցյալի ամենամութ էջը։ Նայելով սարսափած դստեր աչքերին, Հունանը հնչեցնում է այն նախադասությունը, որը վերջնականապես սպանում է Լեայի ու Լեոյի միության բոլոր հույսերը։ Ես սպանել եմ Լեոյի հորը։ Հենց այս դաժան կործանարար խոստովանության վրա էլ ավարտվում է սերիան։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Ինչպես կապրի Լեան այս սարսափելի ճշմարտությունն իմանալուց հետո։ Արդյոք նրա սերը Լեոյի հանդեպ կվերածվի ատելության սեփական հոր նկատմամբ։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։